Մամուլի ազատության համաշխարհային սանդղակում 34-րդ տեղում գտնվող Հայաստանում լրագրողների աշխատանքը կրկին սահմանափակվում է, այս անգամ Երևանի քաղաքապետարանում։ Վերջին փոփոխությամբ քաղաքապետարանի նիստերի դահլիճը ֆիզիկապես առանձնացվել է նախասրահից ապակեպատով, ինչը գործնականում լրագրողների համար անհնար է դարձնում նիստերի բնականon լուսաբանումը։ Լրագրողներն զրկված են նիստերի ժամանակ հնչող խոսքը լսելու հնարավորությունից, եթե անջատվի ուղիղ հեռարձակումը։ Չեն կարող նաև որակյալ լուսանկարներ կամ տեսաձայնագրություն անել։ Այս փոփոխությունը ոչ միայն խոչընդոտում է թափանցիկ կառավարման հիմնարար սկզբունքը, այլ նաև վտանգում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը, կարծում է քաղաքային իշխանության աշխատանքը լուսաբանող Ֆակտոր TV լրագրող Արփի Հակոբյանը։ Լրագրողները իրավունք չունեն նիստերի ընթացքում օրինակ մտնել դահլիճ եւ այդտեղից լուսաբանում իրականացնել, եւ երբ հաճախ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է, հայոյանքներ են հնչում, անպարկեշտ արտահայտություններ են հնչում, շատ հաճախ ուղիղ հեռարձակումն անջատվում է կամ նիստը վարողը, տվյալ դեպքում հիմնականում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգում է անջատել խոսափողները եւ տվյալ դեպքում ուղիղ հեռարձակումը դիտող քաղաքացին չի տեսնում եւ չի հասկանում ինչ է կատարվում նիստերի դահլիճում։ Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չգիտի ով է նման որոշում կայացել, հավաստիացնում է, ինքը չէ, բայց իր մոտեցումն ունի։ Նիստը տեսաձայնագրվում է եւ քաղաքապետը ինչ որ պահի կարող է որոշում կայացնել, որ նիստը պետք է այլևս չտեսաձայնագրվի, չպետք է հեռարձակվի, որովհետեւ հեռարձակման իմաստը եկեք բովանդակային նայենք, ես հասկանում եմ, որ կարող է ձեր նյութերի դիտելիության առումով դա հետաքրքիր է, կարող է որոշ քաղաքացիների հետաքրքիր է, թե ոնց են մարդիկ իրար հետ վիճվում, բայց այս նիստերի հեռարձակման իմաստը այն է, որ քաղաքացիները իրազեկված լինեն նրա մասին, թե ինչ է քննարկվում ավականում, ինչ որոշումներ են կայացվում, ինչ տեսակետներ կան բովանդակային։ Այս նիստերը չեն հեռարձակվում նրա համար, որ մեր ժողովուրդը տեսնի, ինչպես են որոշ ավականիներ, իմ կարծիքով ավականու համար ոչ վայել վարքագիծ դրսևորում։ Նորահայտ պատնեշը զրկում է լրագրողներին հանրությանը տեղեկություն փոխանցել հատկապես այն թեմաների մասին, որոնք քաղաքային իշխանությունները չեն ցանկանում, որ դուրս գան շենքի պատերից, կարծում են լրագրողները։ Այս քայլով փաստվում է, որ քաղաքային իշխանությունը նպատակ ունի հանրությանը փոխանցել այն, ինչ իրենք են որոշում հրապարակել։ Ինչ վերաբերում է իշխանության պարզաբանումներին, թե հանրությունը միշտ էլ տարբերակ ունի տեղեկություն ստանալու, օրինակ ավականու անդամները ներսից նկարում են, լրագրողները հակադարձում են։ Իրենք պարզապես դիտորդ չեն։ Իրենք պատճառաբանում են, որ չեն ուզում հանրությունը տեսնի, թե բովանդակությունից զատ այստեղ ինչ է տեղ ունենում, ուրեմն պիտի զսպեն այդ ամեն ինչը, թույլ չտան դա տեղ ունենա։ Դրանից հետո եկող իրադարձություններում արդեն իսկ լրագրողներին կամ լրատվամիջոցներին սահմանափակել, որ դուք սա մի լուսաբանեք կամ այստեղ հնարավոր է արտահայտություններ թույլ տան, որը մենք մեր սրտով չէ, կներեք, բայց լրատվամիջոցները ձեր սրտով պիտի չառաջնորդվեն։ Եվ եթե Երևանի ավականու նիստերի դահլիճում վեճ է ծեծկրտուք է, լրատվամիջոցը ստիպված է շատ հաճախ իր կամքից անկախ այդ ամեն ինչը տրամադրել հանրությանը։ Քաղաքային իշխանության նիստերը տեղից լուսաբանող լրագրողները հիշեցրին, որ քաղաքապետարանում լրագրողների մասնակցությամբ որևէ միջադեպ չի եղել։ Բոլորը ենթարկվել են քաղաքային իշխանության գծած խաղի կանոններին։ Երբ այստեղ որևէ իրադարձություն է տեղի ունեցել, լրատվամիջոցները շատ նորմալ կերպով այստեղից չեն էլ փորձել, եթե կարող են իրենց թույլ տալ մտնել դահլիճ, մենք հասկանալով, որ չունենք այդ իրավասությունը մուտք գործելու, փորձել ենք այս հատվածից մեր աշխատանքը իրականացնել առանց որևէ մեկի իրավունքները սահմանափակելու կամ օրենք խախտելու։ Պետարանից պարզաբանում են, որ այսպես արել են, որպեսզի լրագրողների համար ավելի հանգիստ միջավայր ստեղծվի եւ հանրությունը չլսի եւ չտեսնի ինչ է կատարվում նիստերի դահլիճում, ստացվում է սահմանափակվում է լրագրողների աշխատանքը եւ հանրությունը հնարավորություն չի ունենում տեսնելու, թե ինչ է անում իր իսկ ընտրած ավականու նիստերի ժամանակ։ Իսկ քաղաքապետարանում միջադեպերի պակաս չի զգացվում։ Ավականու գրեթե յուրաքանչյուր նիստ վիճաբանությամբ եւ փոխադարձ վիրավորանքներով է ավարտվում։ Այս իշխանության օրոք նաև ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակվեց։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով իշխանության գործողությունների հիմքում պաշտպանական ռազմավարությունն է, հատկապես տեղեկատվական դաշտում։ Ցանկությունն է խուսափել այն կադրերի տարածումից, որոնք կարող են վարկաբեկել այդ իշխանական կառույցները։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում հենց իշխանության ներկայացուցիչների կողմից են տարածվում որոշ սկանդալային իրավիճակներ։ Դա էլ երևի նրա համար է, որպեսզի մոբիլիզացնեն այդ ագրեսիվ էլեկտորատը։ Ցանկանում են երևի կառավարել այդ process-ը, որպեսզի եւ սոցցանցեր եւ լրատվամիջոցներ գնան հենց այն դրվագները, որտեղ իրենք կարող են ցույց տալ
առավելություն քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Թե այս սահմանափակումների լրագրողների նկատմամբ դատական գործերի ավելացման պարագայում ինչպես է Հայաստանը լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության ամենամյա սանդղակում 9 միավորով բարելավել դիրքերը Բորիս Նավասարդյանը պատասխանեց։ Թվերից զատ զեկույցի տեքստային մասին պետք է ուշադրություն դարձնել։ Տեսնենք, որ հիմնական դրական զարգացումները ընդհանրապես որևէ կապ չունեն իշխանության ձգտումների։ Հա, այնինչ կախված է իշխանությունից, հակառակը որպես խնդիր է ներկայացվում։ Միակ դրական բանը, որ կարելի է տեսնել այդ ամեն ինչում, որ գոնե այն դրական զարգացումները, որ կան վրացական դաշտում եւ կապ չունեն իշխանության հետ, գոնե չեն խոչընդոտվում ակնհայտորեն իշխանության կողմից։ Վերջերս վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր հորդորել լրատվամիջոցներին ինքնակարգավորել ու զգուշացրել հակառակ դեպքում հանրության պահանջով իշխանությունը կզբաղվի այդ հարցով։ Արդարադատության նախարարությունն էլ իր հերթին առաջարկում է համացանցից միանգամից ջնջել վիրավորանք զրպարտություն համարված հրապարակումները։ Լրագրողական շրջանակներում սա նույնպես իշխանությունների հասցեին քննադատության ալիք բարձրացրեց։ Բորիս Նավասարդյանը նախագիծն անիմաստ է որակում ու շեշտում, որ միայն սկզբնաղբյուրը հեռացնելով որևէ խնդիր չի կարգավորվում։ Ներկայում շրջանառվող օրինագծի շրջանակներում ըստ փորձագետի այն ոչ միայն անիմաստ է, այլև կարող է հանգեցնել խոսքի ազատության եւ մամուլի հիմնարար իրավունքների խախտման։